Մեր Սիրելի Հասան, ահա ես Կարսում եմ, նստած եմ Կար հյուրանոցի բակում։ Քայլում էի Կարսի փողոցներով, բայց մտովին տեղափոխվել էի Գյումրի։ Հիմա էլ իմ երևակայության մեջ այդ քաղաքն է։ Ես ապրում եմ Գյումրիում, ինչպես ասում են, այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել։ Ամեն անգամ քաղաքի փողոցներով քայլելիս աչքիս առաջ են գալիս տարբեր պատկերներ։ Շենքեր, մարդիկ, ծառ ու ծաղիկ, քանդակներ, գովազդային տախտակներ ու էլի հազար ու մի ուրիշ բան։ Ես գիտեմ, որ ուզեմ թե չուզեմ, օրեցօր կրկնվող այս պատկերները կուտակվում են իմ հիշողության մեջ, ինչպես լուսանկարները ֆոտոալբոմում։ Սրանք իմ մեջ ստեղծում են գույնի, լույսի և իհարկե տրամադրությունների մի հատուկ հավաքածու։ Այն, ինչ ես զգում եմ նայելով ցայտաղբյուրին, կոչկոչացող ջրին կամ հաղթանակի այգում աճող ծերունի պարդիների ստվար սաղարթին, շատ է տարբերվում նրանից, երբ նայում եմ երբեմն քար ու քանդ ու չլուսավորվող փողոցներին ու հրապարակներին կամ սարսափազդու ու ռազմատենչ քանդակներին, որոնց հավերժ, անշարժ ու քարացած էությունը երբեմն աշխուժանում է շրջակայքում թափառող ցելոֆանների, պաղպաղակի թղթերի և սիգարետի տուփերի բազմությունից։ Կան քաղաքներ, որոնք կարծես ժպտում են քեզ։ Իմ քաղաքը քիչ է ժպտում, շատ քիչ։ Քիչ են ժպտում մարդիկ, քիչ են ժպտում նաև քանդակները։ Սրանք քիչ են ժպտում, որովհետև պատմում են մեզ այնպիսի բաների մասին, որտեղ ուրախությունը քիչ է, իսկ ժպիտը ավելորդ։ Հիմա երբ քայլում եմ Կարսով, տեսնում եմ, որ Կարսի քանդակները նույնպես լուրջ են, ծանր, սարսափազդու։ Կարծում կառուցած արձանախումբը կոչվում է խաղաղություն և մարդասիրություն, բայց սա էլ չի ժպտում։ Ափսոսում եմ, որ այս հսկայական կոթողը ոչ մի ժպիտ չավելացրեց իմ դեմքին։ Նորից արձանները չեն ժպտում, և մենք էլ չպիտի ժպտանք։ Sevgili dostum ve güzel insan aşkı.
Kentler de özler birbirini. Սիրելի բարեկամս եւ լավ մարտաշոտ։ Քաղաքներն են կարոտում միմյանց, ինչպես որ ես կարոտել եմ քո բարեկամությանը։ Հայելու միջից նայում է Կարսը, նա տեսնում է Գյումրու արտացոլանքը։ Արտացոլման մեջ նա ճանաչում է ինքն իրեն։ Սիրելի բարեկամս, ես չկարողացա գալ։ Անձնագիր եւ վիզա ստանալը իմ համար անլուծելի խնդիր դարձավ։ Ես շատ տխուր եմ։ Քայլելով Կարսի լռության մեջ տեսնում եմ ավերակ տների պատուհանները եւ դռները։ Հեռվում տեսնում եմ քարաշեն անտեր թողած ալարաղացներ, հազարամյա, դարակյաց եւ հոգնած։ Սիրելի բարեկամ, նույնիսկ թռչունները լքել են այս վայրը։ Մենակությունը եւ խավարն են զբոսնում փողոցներով։ Եթե քարե պատերը լեզու ունենային, քարով շարված պատուհանները ականատես են պատմության դառնություններին։ Կանգնած կիսաքանդ պատի տակ լսում եմ խորքերից եկող ձայներ, որ ժամանակին հնչել են իմ այստեղ չապրած ժամանակների լեզվով։ Բոլոր կողմերում անթառամ սիրո հետքեր եմ զգում։ Լավ մարտաշոտ։ Հիմա իմ քաղաքի ստվերներում վախեր են ապրում։ Մարդիկ վախից ծնգի են եկել եւ խոնարհվում են արձաններին։ Աստվածները լքում են վախեցած սրտերը։ Արձանները զուրկ սիրուց, քարց սրտերով վախ են տարածում շուրջ բոլորը։ Առաջին անգամ ես այստեղ եմ տեսել արևի ճառագայթների համբուրվելը ձյան փաթիլների հետ։ Քանդվող շենքի պատերից ընկնող քարը իր հետ է տանում պատմությունը եւ լռեցնում դրան։ Gidenlerin ardında kalanlar yabancılaşmıştı bu şehir kendine ve düştükçe duvardan bir taş, tarih yok oluyordu. Kimliksizleşmişti, yoksullaşmıştı ve suskunlaşmıştı. Սիրելի բարեկամ, ես վախենում եմ, որ մի գիշեր այս քաղաքն ինքնասպանություն կորտի։ Գիտեմ, որ մենք արևի եւ հողի երեխաներ ենք։ Միտքը եւ հոգին, անմեղություն եւ ազատություն, մարդ լինելու արժանանալու եւ մեկ-մեկու սիրելու նպատակը Աստծուն ուղղված ամենասուրբ պաշտամունքն է։ Երբ նայում եմ Կարսին, հիշում եմ Գյումրին, մեզ կապող հույսերն ու պահերը։ Հույս ունեմ, որ նորից կերկենք կիսատ թողած մեր երկերը։ Yüreğine iyi bak, sevgiler, hoşça kal, bay, hacok, uğur be.